Ողջույն, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր եթերը վերաբերվում է վաղաշաբաթ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր եթերը տարածեք եւ կիսվեք, թող հասնի հասարատերերին, այն ընդդիմադիր կուսակիցներին, ովքեր որ տարիներ շարունակ թալանելով պետություն ու երկիրը, հիմա էլ սուտ երթուներ խոստում տալով, ուզում են նորից իշխանություն վերադառնան, որպեսզի նորից կրծեն Էջմիածնի ժողովրդի կոկորդները, որոնք տարիներ շարունակ թալանելով պետության ու ժողովրդի ունեցվածքն ու քայքայելով այն մարդկանց եղածը ու չեղածը, ուզում եմ անդրադառնամ վաղաշաբաթ խոշորացված համայնքի առաջի համարի թեկնածուին, եղբայր հիմա դու սևուլիկն ես, թե սակուլիկը, ինձ էդ է հետաքրքիր, ուզում եմ հասկանամ, կոնկրետ դու որ մեկն ես, որը տենց ասում ես բանը, նախարարը Արգիշտի Մեխակյանի ձեռը բռնած գյուղերով մանա գալիս, ուրեմն այդ նույն նախարարը, պարոն Խուդայձյանը, տարածքային մեր նախարարը, ընտրություններից հետո քո ձեռքը բռնելու է Էջմիածին քաղաքով մանտա, ճակատիդ էլ գրելու է մեկ մանատալու օբշի սաղ ընդհանուր Էջմիածին քաղաքով բոլորը տենալու են, որ դու զրո տեղ ես զբաղեցնելու, ճակատիդ այդ մեկը դաջելու ենք, խփելու ենք, որպեսզի բոլորը տենան, որ դու զրո ես, հասկացար հիմա, դու տենց արտոնյալ մի քեզի ձևացի մտոն, դու տենց շատ ուժեղ տղա ես, կարատեիստ ես, որ դու տենց մտածում ես, որ դու կարաս, ու սակուլի քալով, չգիտեմ սևուլի քալով, դառնաս խոշորացված համայնքի ղեկավար, բոլորը քեզ ճանաչում են, ովա քեզ բեր է, ովա քեզ հովանավորում, տարիներ շարունակ ժողովուրդը բոլորին էլ ճանաչել է, սակուլիկ ջան, հիմա ես կոնկրետ չգիտեմ դու սակուլիկն ես, թե սևուլիկն ես, բայց դու լավ իմացի, քո ճակատագիրը Գյումրիի քաղաքապետի նույն ճակատագիրն է, ասեմ իմացի, դու կալանավորվելու ես, դու պատասխան ես տալու պետության առաջ, այդ որ ասում ես 7 տարի դուք եք իշխանության եղել, 7 տարի մենք ենք եղել, բայց Դիանա Գասպարյանը քեզանից ոչ մի բանով չի տարբերվել, դու նույն պրոյեկտն եք եղել, նույն թալանչին եք եղել, ոչինչ, երկուսդ միասին, իրար ձեր բռնած, ամուսին էլ ձեր հետ միասին, կեթակ ընդ է, որտեղ ձեզ սպասում են, դու պատասխան եք տալու, պետության օրենքի առաջ, ձեզ չթվա, որ դուք կարանալու եք ձեր հետ անուղեղ խելքով, գաք իշխանության ինչ որ ուզենակ մի բան անեք պետության մեջ, փոփոխություն, Էջմիածնի ժողովուրդը ձեզ ոչ ձայն է տալու, ձեզ լավ է ճանաչում ու լավ է ճանաչում, ձեր այդ, չգիտեմ, այդ պապաները, որ այդպես դաբրոներ են տվել, մեշոկով փողեր են տվել, ձեզ հույս են տվել, սակուլիկ, չգիտեմ, հիմա էլ եմ ասում, սակուլիկն ես, թե սևուլիկը դու, ընդհանրապես դու իրավունք չունես քո նմանները, որ դառնան համայնքի ղեկավար, համայնքի ղեկավար դառնալու է, բոլորն էլ ընտրելու են, բոլորն էլ շատ սիրում ու հարգում են, Արգիշտի Մեխակյանին, ժողովրդյան կոչ եմ անում բոլորիդ, մի մարդու նման գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 7, նոյեմբերի 16-ին բոլորից սպասում ենք ժողովրդյան, մեծ ուրախությամբ նշելու ենք Արգիշտի Մեխակյանի հաղթանակը, ժողովրդյան էլ եմ ասում դուխով, կանգնած ենք ձեր կողքին, դուք էլ կանգնեք պետության ու ժողովրդի ու ազգի, Արգիշտի Մեխակյանի կողքին, կերտեք ձեր ապական, բոլորս ձեզ սիրում ենք, բոլորս ձեզ հարգում ենք, կանգնած ենք ձեր կողքին, էլ եմ ասում ժողովրդյան, բոլորիդ կոչ եմ անում, մի մարդու նման նոյեմբերի 16-ին գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 7 Արգիշտի Մեխակյան, եղբայր միշտ դուխով, մենք կանգնած ենք քո կողքին, թույլ չենք տալու, սևուլիկներ, չգիտեմ, ընդ սակուլիկներ ինչ որ ուզենան, կապիկություն անեն, դառնան համայնքապետ,
Նաև են թալանչի երկու գյուղապետերը, որ կան այտենց, որ խոսել էլ չգիտեն երկու բառ հանգիստ չեն կարում անեն։ Քո հետ պատասխանատվության են ենթարկվելու, պատասխան են տալու, որ տարիներ շարունակ պետության ու գյուղի եղածը թալանելով, որ մսխել են, դրան պատասխանատվության են ենթարկվելու։ Ընտրություններից հետո պատասխան եք տալու բոլորդ միասին։ Դիանա Գասպարյանի հետ բոլորդ պատասխանատվությամբ եք ենթարկվելու։ Էջմիածնի ժողովուրդը բոլորիդ տեսել է, բոլորիդ էլ ճանաչում է, ձեր դիմակները պատրված են։ Դուք թալանչի եք, դուք իրավունք չունեք, գաք, ինչ-որ ուզենաք պետություն կամ համայնք կամ գյուղեր ինչ-որ միտեղ կառավարեք։ Դուք այդ իրավունքը չունեք։ Դառնաք համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավար կընտրվի այն մարդը, որ ժողովուրդը շատ է սիրում, ժողովրդի ծոցից դուրս է եկել ու հենց այդ թեկնածուն ու հենց այդ մարդը դա Արկիշտի Մեխակյանն է, ժողովուրդ ջան։ Բոլորիդ կոչ եմ անում մի մարդու նման գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 7։ Նոյեմբերի 16-ին բոլորիդ ժողովուրդ ջան, խնդրում եմ մի մարդու նման գնացեք ընտրատեղամաս, ընտրեք համար 7։ Էլ եմ ասում Արկիշտի Մեխակյան, դուխով եղբայր, Աստված քո հետ, նոյեմբերի 16-ին քո հաղթանակը նշելու ենք, բոլորով մեծ շուկով, Աստված քո հետ, ցանկանում եմ քեզ կանանչ ճանապարհ եղբայր, միշտ դուխով, Աստված քո հետ։